Բարև ձեզ։ Արար YouTube-յան ալիքի եթերում հայրենիք կիրակնորյա վերլուծական հաղորդաշարն է։ Ձեզ հետ եմ ես Վարդուհի Ծատուրյանը եւ իմ զրուցակիցն է այսօր Համերաշխություն կուսակցության նախագահ Սարգիս Ավետիսյանը։ Բարև ձեզ, պարոն Ավետիսյան։ Պարոն Ավետիսյան, հետաքրքրական է, որ նախորդ շաբաթ եւս մենք տեսնում ենք հոգեվորականներ, ովքեր ձերբակալվում են, եկեղեցին հայտնվում է թիրախի տակ։ Ինչու՞։ Տեսեք, դա սպասելի էր, որովհետև այսօրվա իշխանությունները լուրջ այսպես նշանի տակ են վերցրել այն արժեքները, որոնք մեզ որպես ազգ պահում են եւ հենասյուններն են մեր, դա մշակույթն է, դա սփյուռքն է, դա հեղափոխական Սուրբ եկեղեցին է, հավատն է եւ այլն, այսինքն այն ինչ որ մեզ միավորում է, այս իշխանությունները հերթով դրանք չեզոքացնում են։ Տեսեք, հենց եկան իշխանության առաջինը Սփյուռքի նախարարությունը հանեցին արանքից, ոչնչացրեցին, ձևական մի ինչ-որ բան թողեցին։ Հետո Արցախի հարցներ, այսինքն սկզբից թվում էր թե ինչ-որ Արցախի հետ կապված ինչ-որ դրական բաներ են ասում, բայց պարզվեց, որ այդ ուղղակի ասվում էր, որպեսզի հետագայում պրոբլեմը առաջանա։ Այսինքն Արցախի հարցն էլ լուծում ստացավ, իրենց ճակերտավոր ասած, Արցախն էլ հանեցին։ Հիմա հերթը հասել է մեր առաքելական Սուրբ եկեղեցուն եւ խնդիրը եկեղեցու հետ է կապված։ Այդ որ մարդիկ խոսում են, ասում են բան, ինչ-որ մտավոր բաներ կան, հոգեվորականներ, որոնք օրենքը խախտել են բան, դա այնքան անլուրջ է, ու այդ տեսակետից բոլորի վրա ինչ-որ բան կարելի է սարքել, այսպես ասած, եւ ցանկացած քաղաքացու վրա դա կարելի է անել։ Հետևաբար դա անլուրջ է եւ բուն խնդիրը եկեղեցու դեմ պայքարն է։ Նայեք, հետաքրքիր մի բան է, ասենք այդ Փաշեզադե կոչվածը մեր մասին այդքան շատ մտածում է ու ուզում է որ հայ ժողովուրդը իսկապես մաքրվի եւ այլն եւ ինչ որ մտահոգություններ է արտահայտում եւ ստեղի այս իշխանավորներն էլ դա արագ սկսում են իրականացնել, այսինքն Ադրբեջանի հոգեվոր առաջնորդը մտածում է մեր մասին, հայ մարդկանց մասին, դա ծիծաղելի է, չէ՞։ Եվ եթե նրանք քննադատում են, ինչ որ բան են ասում, նշանակում է իրենց խանգարում է իրենց այդ գիշատիչ ծրագիրը իրականացնելու եւ Հայաստանը ոչնչացնելու առումով, հետեւաբար իրենք ասում են, թե ինչը պետք է վերացնել, ինչն է իրենց խոչընդոտում։ Այսինքն հենց որ նրանք սկսում են ինչ որ բանի մասին խոսել, որ սա խանգարում է, ուրեմն դա մեզ վնաս է, դա պետքա չանել։ Սրանք անում են հակառակը, իրականացնում են ինչ որ ասում են ադրբեջանցիները կամ թուրքերը կամ նրանց հետևում կանգնած ուժերը։ Սա առաջի հատկից շատ պարզունակ է երևում, որ այդպես է, բայց իրականությունը շատ ավելի խորն է։ Իրականությունը խորն է եւ մեծ հաշվով մեր ազգի ամենակարևոր, ամենամեծ ճանապարհ անցած եւ ամենափորձառու կառույցը դա հայրաքելական Սուրբ եկեղեցին է, որովհետեւ նույնիսկ պետականության բացակայության պայմաններում եկեղեցին է տիրություն արել ազգին եւ այսօր էլ աշխարհի շատ երկրներում մենք տարբեր երկրներում լինում ենք ու տեսնում ենք, որ կյանքը եկեղեցու շուրջ է եւ վերջերս էլի մի երկրում է եւ որտեղ իրական կյանքը հայկական եկեղեցու շուրջ է եւ ազգը հավաքվում է եկեղեցու շուրջ, ոչ թե դեսպանատների շուրջ։ Դեսպանատների շուրջ ոչ ոք չկա։ Բողոքական ինչ-որ բաներ եւ պրոցեսներ դժգոհ մարդիկ գալիս են իրենց դժգոհություն են արտահայտում, բայց որ հայ ազգին միավորում է եկեղեցին։ Բնականաբար ազգի միավորող բանը դա հայրաքելական եկեղեցին է։ Վտանգված համարում եք այն։ Իհարկե վտանգված է եւ ամենավատը նա է, որ հայ հոգեվորականին ձերբակալում է այսպես կոչված հայկական իշխանությունը։
դա նույնիսկ դրսում չեն հասկանում, բոլորը զարմացած են, բոլորը ասում են, ինչ եք անում, ոնց կարա հայ առաքելական եկեղեցին, որ նույնիսկ այդ բոլոր մնացած ազգերի համար, որ ինքը արժեք է, շատ մեծ արժեք է, իրենք ավելի շատ են հավատում, որ մենք, այսպես ասենք, Աստծուն ավելի մոտ ենք, քան իրանց տրադիցիոն կրոնները, քրիստոնեական, եւ հանկարծ պարզվում է, որ Հայաստանում իշխանությունները սկսում են եկեղեցու դեմ արշավը եւ հոգեվորականները ձերբակալվում են, սրբազաններ են ձերբակալվում, վարկաբեկվում են սրբազանները։ Տեսեք, սրբազանների ձերբակալություններից հետո մենք տեսնում ենք հերթական հեռախոսազրույցը, որտեղ համացանցում մեծ տարածում է գտնում երկու հոգեվորականներ զրուցում են եւ սա ինչ է, այսինքն հերթական անգամ ինչ որ կոմպրոմանտ գտնել հոգեվորականի ինչ որակավորում տալ, ինչու է այսպիսի բաները գալիս համացանց։ Տեսեք, դա այնքան անթույլատրելի է, ցանկացած մեկը հեռախոսազրույցներ իրար հետ մարդիկ խոսում են, ինչ որ հարցեր են քննարկում, այնքան բաներ է խոսվում, այնքան բաներ է, աշխարհի տարբեր երկրներում միլիոնավոր մարդիկ իրար հետ հեռախոսով ինչ որ բաներ են խոսում։ Երբ որ դու մտնում ես այդ հեռախոսային խոսակցության մեջ եւ հետո տրամադրված ես, որ այդ մարդկանց գլխին ինչ-որ բան սարքես, բայց իրականում որ խոսում այդ խոսացածից էլ ախր ես իմիջ չեն խոսացել, ինչ են խոսացել, որ բա այդ որ իրանց խոսակցությունները լսում են, դրա հետևանքը չկա, մի որոշ ժամանակ առաջ էլ այսօրվա ղեկավարներն էին, չէ, իրար մեր հեռախոսներով խոսում հատուկ ծառայությունները, երկրի ղեկավարությունը, բան ու ոնց էին արձագանքում, ոնց էին խոսում, ոնց կարելի է այդպիսի բան, այդ ինչ այլանդակ, բա այդ ինչ այլանդակություն է, երկու հոգեվորական իրար հետ խոսում են։ Խեք մտե այդ մարդկանց խոսակցությունների մեջ։ Հասկանում եք, սա այդ շան գլուխը այլ տեղ է թաղված։ Սրանք բոլորը կատարածուներ են, որոնք ստանում են հանձնարարություններ ու կատարում են։ Իրականությունը հետևյալն է, մենք հիմա մի փոքր բացենք այդ իրականությունը, որպեսզի մեր հասարակությունը հասկանա ինչի մասին է խոսքը։ Ուրեմն տեսեք, հայ ժողովուրդը իր փոքր քանակով, բայց բավականին մեծ ազդեցությամբ շատ լուրջ դերակատարություն ունի դերական իմաստով գլոբալիստական աշխարհում։ Հիմա մարդիկ խնդիր են դրել գլոբալիստական աշխարհից այդ բանից, կառույցից հայերին հանել դուրս։ Եվ տեսեք, առաջի կարևոր բանը, որ դա սփյուռքն է։ Այսինքն, երբ որ դու ունես ուժեղ կազմակերպված սփյուռք, դու գլոբալ աշխարհի վրա ունես ազդեցություն։ Հիմա շատ ազգերի քունը չի տանում եւ հանգիստ չեն, որ մենք քանակով ավելի քիչ լինելով բավականին մեծ ազդեցություն ունենք աշխարհի գլոբալիստական ծրագրերի վրա։ Եվ երկրորդ ամենակարևոր բանը, շատ ավելի կարևոր, դա հայ առաքելական եկեղեցին է, որը շատ մեծ դեր ունի, այսպես ասենք, կրոնական աշխարհում, որը շատ հարգված է, որը համարյա թե համարժեք է դառնում Հռոմի Պապին եւ կաթոլիկ աշխարհին, եւ շատ մարդկանց դա անհանգստացնում է, որովհետեւ մի շարք առավելություններ ունի հայ առաքելական եկեղեցին, Էջմիածինը, աշխարհով մեկ տարածվածության առումով, այն ազդեցությունը, որ մենք ունենք, որպես առաջի քրիստոնեական պետություն, առաջինը քրիստոնեությունը ընդունած պետություն, եւ հնարավորություն ունենք դառնալու աշխարհի դրական բևեռը, եւ շատ պետություններ, շատ հատուկ ծառայություններ ամեն ինչ անում են, որպեսզի դա այդպես չլինի։ Հիմա ո՞րն է այդ խնդիրը, ո՞նց պետք է անեն դա, ո՞նց հանեն հայերին այդ ամեն ինչի մեջից։ Տեսեք, ամենուրեք աշխարհի տարբեր երկրներում մեր եկեղեցիները կան, հոգևոր ճիշտ քարոզները արվում է, չեն փակվում հայկական եկեղեցիները, խայտառակ չեն լինում եւ այլն, այսպես կարելի է երկար խոսել դրա մասին, այսինքն ազգին միավորող սփյուռքը կա, եկեղեցին կա, այսինքն երկու շատ կարևոր եւ երրորդը իհարկե մշակույթն է,
մշակույթի նախարարությունն էլ հանեցին, այդ 3 կարևոր բաները մեր ազգից ուզում են զրկեն։ Եվ ովքեր են այդ զրկողները։ Կրոնական առումով կարելի է ասել, որ նայեք, առաջի քրիստոնեական պետությունը լինելու, քրիստոնեությունը որպես պետական կրոն եւ մի շարք երկրներում հայերի միջոցով քրիստոնեությունը տարածվելուց հետո այդ պայքարը սկսում է ավելի մեծ թափ հավաքել։ Հիմա այդ գլոբալիստական մեծ ծրագրերից հայերին հանում են, ուզում են ամենայն դեպս փորձում են հանել։ Եվ այստեղ այդ որ ներկայացնում են վեհափառ էսպես, վեհափառ այնպես բան, ինչ որ բաներ, դա ուղղակի վարկաբեկում է եկեղեցուն, որովհետև ամենայն հայոց կաթողիկոսին վարկաբեկելով վարկաբեկում ես եկեղեցին։ Այն անհեթեթ միտքը որ կա, իբր թե եկեղեցականը, հոգևորականը առանցինա, եկեղեցին առանցինա, դա ուղղակի կամ կրթության պակաս ունեն կամ միտումնավոր այդպես ներկայացնում են։ Ու շատ մարդիկ կան, որոնք օրինակ խոսում են, ասում են, դե հիմա հոգևորականը խախտում արի, ինչ խախտում արի հոգևորականը, էլ մեկը հարցնի, էլի։ Այդ ինչ խախտման մասին եք խոսում։ Որևէ խախտում չկա։ Կամ ինչու է Ցանկացած մեկին լուրերը կարելի է։ տարածում ու շրջանառում հասարակության մեջ։ Նայեք, աշխարհում որպեսի ուղղակի մի փոքր անդրադարձ ունենանք պետության մոդելի մասին, որովհետև այնտեղ շատ են համեմատականներ անցկացվում, որ պետության մոդելը դա հենց ընտանիքի մոդելն է։ Ես ուզում եմ հասկանալ, երբ որ ընտանիքում մայրը սխալ է գործում, եւ այս պարագայում հայրը երեխաների եւ հարևանների մոտ սկսում է այդ սխալը, այդ պարսավանքը բարձրաձայնել, արդյոք սա արժեզրկում չի մորը։ Կարելի էր չէ այս դեպքում մայրաթորը, եթե նույնիսկ թերացումներ ու սխալներ ուներ, գոնե թե այդ թերացումները այնպես շտկվեր, որպեսզի այսպիսի մեծ աղմուկ չհանվեր եւ չարժեզրկվեր։ Ինչն է սրա հետևում կանգնած եւ ինչն է նպատակը, արդեն իսկ թողնելով մեր նաեւ հասարակության մեջ այս շրջանառվող տարատեսակ խոսքերին, ես պարզապես ուղղակի այստեղ մտորելու մեծ տեղիք կա։ Նայեք, այն մարդիկ, ովքեր խոսում են դրա մասին, ովքեր ասում են, որ հոգևորականները բան են արել, խախտել են կարգը, բան, հոգևորականը, եթե հոգևորականին ձերբակալում ենք, սրբազաններին ձերբակալում ենք, դա ինչ կապ ունի եկեղեցու հետ։ Պատկերացրեք, հենց մի դրսի աչքերով նայեք։ Դրսի աչքերով նայեք, ասենք հենց ձեր ասած օրինակով, թե եթե ընտանիքում ինչ-որ մարդկանց հետ խնդիր կա, հարևանը ոնց է նայելու այդ ընտանիքին։ Այդ ընտանիքի մասին կարող ասում, դե ընտանիքը լավն է, բայց երեխեքը բան այտենց չի լինում։ Այսինքն խնդիրը դրած վարկաբեկել եկեղեցուն ու եկեղեցուն վարկաբեկել։ Ու այդ խնդիրը այնպես չի որ սրանք են դրել, սրանց ուղղորդում են։ Ու դա պետքա այն ուժերին, որոնք աշխարհում գլոբալ խնդիրներ են լուծում, որտեղ հայրաքելական եկեղեցին շատ արժանապատիվ ներկայացված է, իրանց պետք է խայտառակեն, որպեսզի իրանք ընդեղից դուրս թռնեն։ Ես կարծում եմ դա չի հաջողվելու, բայց հիմա շատ վատ է, որ դա արվում է այսպես կոչված հայերի ձեռքով։ Դա ահավոր վատ է, որովհետև հայերի ձեռքով սրբազաններ են ձերբակալվում։ Հայերի ձեռքով վերջերս խոսվեց այդ մասին, որ աշխարհում 4 միլիարդ հատեր կա, որոնք բանտում են, որից 2-ը հայ են, էլի հայերի ձեռքով։ Այսինքն եւ ֆինանսապես են ուզում խեղճացնեն, եւ հոգեվոր կյանքով, եւ կազմակերպվածության առումով։ Տեսեք, եթե դուք հիմա վարկաբեկում եք հայրաքելական եկեղեցուն, ինչ վիճակ է լինելու օրինակ Երուսաղեմում, որտեղ արժանապատվորեն ներկայացված է առաքելական եկեղեցին։ Իդեպ ասեմ, մինչև մեր այս Գարեգին Վեհափառի կաթողիկոս դառնալը, այնտեղ իրավիճակը շատ բարդ էր։ Երբ որ ինքը եկավ, ինքը կարողացավ այդ խնդիրը լուծել, բավականին լավ լուծեց եւ արժանապատիվ ներկայացված է, որովհետեւ այնտեղ էլի խնդիրներ կան եւ հայերի մեջ եւ այլ ազգերի մեջ, բան, այսինքն այնտեղ ունեցվածքը պահելու խնդիր կա, բան, շատ թուլացած վիճակ էր։ Երբ որ նոր կաթողիկոսը եկավ, այդ խնդիրը լուծվեց։
Հիմա մենք այնտեղ արժանապատիվ ներկայացված ենք։ Եթե հիմա մեզ խայտարական ենք աշխարհով մեկ, մեզ այնտեղից դուրս են հանելու։ Մենք այնտեղ էլ ենք կորցնելու։ Հետո կարելի է ասել, որ մեր ինչ պատմություն, ինչ բան, ինչ Հայաստանի մեջ է, դա մերը։ Այսինքն մենք ամենտեղ կարանք կորցնենք ու ասենք մերս տեղա, բայց այդ ամեն ինչով հանդերձ է, որ ստեղ կարողանում ենք պահենք։ Եթե այնտեղ կորցնենք, ստեղ էլ ենք կորցնելու շատ արագ։ Հետևաբար այս իրավիճակը պետք է գնահատել այդ տեսանկյունից եւ պետք է մի հատ ազգովի մենք մեզ թափ տանք ու այս ամեն ինչի դեմն առնենք, որովհետեւ սա ուղիղ գծով տանում է կործանման։ Պարոն Ավետիսյան, մենք ռեպորտաժ ունենք, եւս մեր քաղաքացիները ինչ են մտածում այս խնդրի շուրջ։ Ինչ եք մտածում քահանաների ձերբակալությունների մասին եւ արդյոք կարծում եք սա արշավ է եկեղեցու դեմ։ Ոայ, լավ էլ ես այդ քաղաքականությունից սառում եմ։ Քաղաքականություն չի, հոգեվորականներ են ձերբակալել, ինչ եք մտածում։ Ես ընդհանրապես եկեղեցին անջատում եմ քաղաքականությունից, բայց դա կապ չունի։ Ես դեմ եմ։ Հոգեվորականներին չի կարելի ամեն դեպքում կանոնավորել։ Ես ախր այնքան ծավալուն մեծ թեմա է, այսպես մի բառով չի կարելի այս սա մասին խոսել։ Բայց ամենադեպս ինչ որ կարամ ասեմ, ընդհանրապես մի բան կարող եմ ասել։ Երևույթը անընդունելի է, որովհետև այդ ինստիտուտի նկատմամբ ժողովրդի մեջ որ հավատը խափանվեց, հետո վերականգնելը դժվար է։ Ամենամեծ խնդրեմը սա է ես համարում։ Իսկ այդ մանրուքների մեջ չեմ ուզում մտնել։ Իսկ ինչ որ վերաբերում է վեհապարի, ինչ որ անձնական իր ասենք այն որոշմանը, որ ինքը կուսակրոնն է, խախտել է թե չի խախտել։ Դա ինքը մեկ էլ ներքևը վերևը Աստված։ Դա իր մեղքն է, ինքը իր ասու դատաստանի առաջ կտեսնի։ Ես չեմ կարծում, որ քաղաքական գործիչները պետք է մտնեն այդ անձնական դաշտ։ Խայտարակություն, ազգի խայտարակությունն է։ Ես ճիշտ չեմ գտնում։ Իհարկե արշավը եկեղեցու դեմ, իհարկե չի կարելի։ Մեր հոգևոր թեմն են ու ներկայացնում։ Ընդհանրապես մեր դարաշրջանում այսքան sense բան եղել է, չի եղել։ Դե, տեսնենք, նպատակ ունենք լավ բաների, հույսով ենք, լավ եղեք։ Սա քաղաքական է, իմ կարծիքով շատ մեծ սխալ են թույլ տալիս, եկեղեցին առանձին ինստիտուտ է, իրանք իրար մեջ պետք է որոշեն։ Շատ վատ բան ենք մտածում։ Ինչ պետք է մտածենք։ Արդյոք մտածում եք, որ սա արշավ է եկեղեցու դեմ։ Միանշանակ արշավ եկեղեցու դեմ։ Հայ ժողովրդի մեջից անում են հավատքը։ Բայց սխալ բան է, ախր եկեղեցին ինչ կապ ունի քաղաքականության հետ։ Չունի, վերջ։ Այդքան բան կարամ ասի։ Չէ, ես մտածում եմ, որ դա ուղղակի անարդարություն է, որ հանցագործները դուրս հանցագործություն են կատարում, իսկ քահանաների ձերբակալում են։ Դա ուղղակի մեղմ ասած անարդարություն է։ Այս երկրը ոչ մի բան ճիշտ չի գնում, Դեմիրճյանից հետո մենք թագավոր չենք ունեցել։ Սա սրբապղծություն է ընդամենը։ Քահանաներին ձերբակալելը դա երևի սրբապղծություն է, ընդհանրապես ուրիշ ոչինչ չեմ կարող ասել։ Իհարկե արշավ է եկեղեցու դեմ։ Վատ բան եմ մտածում, լավ բան չեմ մտածում, այդպես բաներ չպետք է լինի մեր երկրում։ Իհարկե սխալ է այս ամեն ինչը։ Այսի մեր անունն է, պատիվն է, որ չի կարելի սենց բարձրացնել ձայնը նման եկեղեցու դեմ, ներքին մեր ամեն ինչը իմացության է մատնվում ամբողջ աշխարհին։ Չի կարելի։ Ես չեմ ընդունում դա։ Չեմ պատասխանի, քանի որ սարսափելի զայրույթ եւ ցասում եմ ապրում այդ երևույթի հետ կապված։ Պարոն Ավետիսյան, մեր քաղաքացիները եւս մտահոգ են ու իրենք էլ գտնում են, որ եկեղեցու շուրջ այսպիսի աղմուկ չի պիտի հանվեր։ Ուր ենք գնալու մենք այս մտածողությամբ, որովհետև շատ մտահոգիչ է, սա արդեն մեր հոգևոր ընթացքի մասին է խոսքը։ Երբ արտաքին քաղաքականությունը ձախողում ենք, եթե են գալիս հոգևոր միջավայր, դա էլ ենք ձախողելու։ Տեսեք, հիմա քաղաքացիների մեծ մասը անտեղյակ է, անտեղյակությունը բերում է ինֆորմացիայի պակաս ունեն, անտեղյակությունը բերում է անտարբերության եւ անտարբեր մարդը արդեն ոչ մեկին պետք չի։
եւ այդ անտարբեր մարդիկ ամենավատն են։ Արդյոք մենք դարձել ենք անտարբեր, թե վախենում ենք խոսքի ազատությունից, պարզապես տեսնելով այս վերջի գործընթացները։ Իհարկե, իշխանության խնդիրը որն է, բռնաճնշումներով, այսինքն մարդիկ խոսքի ազատություն, մարդը մի միտք է արտահայտում, հետևից գալի բռնում են, գալիս է, այսինքն 37 թիվ ենք անում։ 37 թիվը իրանց խնդիրը դա է։ Իրանք մտածում են, որ տենց կարան իշխանությունը պահեն։ Գուցե ինչ-որ մի փոքր հատված կարողանաս պահես, բայց հետո շատ արագ, շատ ավելի վատ կկործանվի այդ։ Իրանք այդ խնդիրն են լուծում, հասարակությանն էլ ինֆորմացիայից զուրկ են պահում եւ ոչ ճիշտ fake ինֆորմացիա են լցնում հասարակության համար, մարդիկ էլ այդ լսում են ու մնում են այդ ինֆորմացիայի, այդ fake ինֆորմացիայի տակ։ Մարդկանց գլուխը մտցնում է, որ առաքելական եկեղեցին վարկաբեկում են բան եւ այլ, վարկաբեկումը հոգեվորական դասը, ու սկսում են լուք պատկերացրեք, ասենք, այսպեսի մի թող Աստված ինձ ների, բայց այսպեսի մի համեմատություն, ասենք վեհափառին հիմա հանեցին, ենթադրենք, ու վեհափառի տեղը բերեցին այն որ բաներ ցուցմունք էր տալի, գործ էր տալի, բան, դրան դրեն տեղը։ Ինչ դուք պատկերացնում եք աշխարհում առաքելական եկեղեցին ոնց կշպրտեն դուրս այդ բոլոր հիմնական կառույցներից, այն ազդեցիկ տեղերից։ Ու մեր ազդեցությունը մի քանի բանի վրա է հենված։ Նոր նշեցի, չէ՞, որ սփյուռքը, մշակույթը եւ հոգեվորը։ Այսինքն այն հոգեվորականները, որոնք ունեն կարգավիճակ, չէ՞ որ այդ կարգավիճակը դարեր մենք ունեցել ենք, մշակել ենք, պատրաստել ենք եւ այդ արժեքը մարդիկ չեն գնահատում էջմիածին, չեն գնահատում հայերին որպես առաջի քրիստոնյա, դա արժեք է, չէ՞։ Եվ եթե դու սա վարկաբեկում ես, մարդկության գիտակցությունից դուրս ես շպրտում, նույնիսկ քո քաղաքացիներին պատմությունը չես սովորացնում, որպեսզի իրանք չիմանան, որ իրանք եղել են պետականություն ընդունած առաջի քրիստոնյա ժողովուրդը, երեխաները դրա մասին չգիտեն, այս սերունդն էլ կամաց գնում է, մի մասին էլ վախացնում են, այդ վերջանում է, մենք որպես ազգ դադարելու ենք գործել։ Հիմա սրանց ասած ինչ է, սա այդ գլոբալիստական բացասական իմաստով գլոբալիստական մոտեցումները հենց դրա մասին է խոսքը, որ ազգայինը վերանա մեր միջից եւ դուրս հանենք, ուղղակի որպես մարդ, որպես, չգիտեմ, կենթանի ապրենք եւ հաց ուտելով կամ ինչ որ բան ուտելով դրանից հաճույք ստանանք, որ ապրում ենք այս տարածքում։ Համարում եք, որ մենք այն սերունդն ենք, որ ականատես է լինում, թե ինչպես են այսօրվա իշխանությունները մեր մշակութային կոթողներն անտեսում Արցախում, որը վտանգված է։ Տեսեք, ամեն օր այդ ցեղասպան պետությունները, երկու ցեղասպան պետություն կա, չէ՞, մեկը Թուրքիան, որ ցեղասպանեց 15 թվականին, մյուսը Ադրբեջանը, որ Արցախի հետ վարվեց այդպես ադրբեջանցիք, այդ երկուսը անընդհատ հայկական մշակույթը ոչնչացնում են իրենց տարածքում, անընդհատ առավոտից իրիկուն ինչ որ մի բան քանդում են, ինչ որ մի բան ոչնչացնում են։ Ստեղ քար լռություն, ոչ ոք չի խոսում։ Այդ լրատվականները ոչ ոք չեն խոսում, չեն ասում, որովհետև ստեղ մտածում են, որ այս իշխանություններին դուր չի գալիս, երբ որ Արցախի մասին խոսում եք։ Այսինքն մեր աչքի առաջ եղածը, մեր աչքի առաջ փորձում են փակել։ Այսինքն թույլ չեն տալի, որ այդ ինֆորմացիան դուրս գա ու տարածվի։ Տարբեր ազգեր զարմանում են, ասում են, «Էս ինչ օրինակ ընկե դուք։ Էս ինչ վիճակում եք հայտնվել»։ Գիտեք, ասենք վաղ միսօր կարող է ասենք էլի sense բանում այդ ազգային ժողով կոչվածում նստեն ասեն, որ իրեք հայրը ընդհանրապես քրիստոնեության հետ կապ չունեն։ Կարող հայրը քրիստոնյա չեն։ Եվ դա ճիշտ է, պատմությունն էլ դա այն բանը առաջի նախագահն այդպեսի բաներ ասում, չէ՞, պատմությունը կեղծ կատեգորիա է։ Կարող ասեն, որ հայրը չեն առաջի քրիստոնյաները։ Ուղղակի հայրը ոնց որ թուրքերը խոսում են այդ մասին, ազերիները, կարող ասեն, որ մենք էլ ինչ-որ մահմեդական մի հատ ինչ-որ, նու մահմեդական չի, կարող այլ բան չգիտեմ ինչ, որ պետք է էջմիածինը բան անել, փոխել, խաչը հանել վրայից, խաչեր ընդհանրապես հանել եւ վերջապես ընդունել այլ կրոն։ Ու սրանք կասեն, որ դա ճիշտ է։
Նայեք, խնդիրը Սիմվոլներն էլ ենք մենք անում արդեն։ դե հա, սիմվոլներից սկսում է, էլի կամած սկսում է, այդ process-ը սկսում է, ասենց ստեղ ներեցին, նորից շարունակում են, դեղ ներեցին, նորից շարունակում են, այսպես ոչնչացնում են, աստիճանաբար ոչնչացնում են։ Ես կարծում եմ իրավիճակը այսպես է, առաջի եւ ամենաուժեղ քրիստոնեական երկիրը գտնվում է գրոհի տակ, գրոհի ներքո, աշխարհի չար ուժերը, չգիտեմ դրանք սատանիստներն են, ովքեր են, եկել են իրանց կռիվը ստեղ են տալիս։ Ստեղ այնակ էս իշխանությունը չի, իշխանության մասին չի խոսքը, սրանք էլ եմ ասում, սրանք կամակատար են։ Աշխարհի սատանիստական ուժերը մտել են Հայաստան, որպեսզի ստեղ բնում խեղդեն քրիստոնեությունը, որովհետև եթե ստեղ խեղդեցին քրիստոնեությունը, աշխարհում շատ հեշտ է այդ հարցերը լուծել։ Հիմքը մենք ենք։ Այդ դրական բևեռը, որից պետք է աշխարհը վերափոխվի նորից, այդ մենք ենք։ Այդ կռիվը ստե է, հիմա ստեղ համաշխարհային կռիվ է։ Քրիստոնեության, բարու, դրականի ու սատանիստների, սատանիզմի վատ երևույթների։ Այս կռիվը մենք պետք է տանք։ Այդ միշտ ցավոք սրտի այդպես է ստացվել, որ միշտ մենք ենք այդ կռիվը տվողը։ Միշտ հայ ժողովուրդն է այդ կռիվը տվել ու կողքից տարբեր ազգեր փորձում են իրանց բան մեր կողքը կանգնեն կամ մեր այդ պատմությունից մի բան փոքեն կպցնեն իրանց, որ ինչ որ առավելություն ունեն։ Խեն անընդհատ հայերի հետ համեմատվում։ Մենք ասում են մեզ էլ են ցեղասպան է, այն մեկն ասում է մենք քրիստոնեությունը ձեր հետ ենք ընդունել, այն մեկը մի ուրիշ բան է ասում, բայց սա բոլորը համեմատվում են հայերի հետ։ Հայերը ոչ մի անգամ ուրիշ ազգերի հետ չեն համեմատում իրանց, որովհետև մենք ենք հիմքը։ Հիմա մեր Տերը այդ ամեն ինչը տեսնում է, եւս մի հատ փորձություն է տվել մեզ, ու այդ փորձությունը մենք պետք է անցնենք, ինձ թվում է սա վերջի փորձությունն է, բայց կարծում եմ մենք այնքան ուժ ունենք, որ կկարողանանք այս փորձությունն էլ անցնենք ու ի վերջո իրական դրական բևեռը դառնանք աշխարհին։ Ի վերջո ինչն է մեզ միավորելու ազգային գաղափարախոսությունը։ Բնականաբար ազգային գաղափարախոսությունը եւ այդ ուղղությամբ գիտեք ինչ հսկայական աշխատանքներ է տարվում, մասնավորապես լար մասը այդ գաղափարախոսությունը, որը շատ մեծ ազդեցություն է թողնում եւ մարդիկ այդ լսելով, հասկանալով իրականում հասկանում են ինչն է խնդիրը եւ ինչի համար պետք է պայքարել, որտեղ է խնդիրը։ Եթե մենք դիագնոզը, այսպես ասած, ճիշտ չտանք, բուժումը ոչ մի օգուտ չունի։ Հետևաբար մեր ազգի համար էլ նույն վիճակն է, եթե մենք չհասկանանք խնդիրը որտեղից է, գիտեք պրիմիտիվ սարքել, որ հոգևորականն է խնդիրը, այդ պրիմիտիվ ձևով ուզում են ցածրացնեն այդ մակարդակը, որպեսզի այդ գլոբալ խնդիրների մասին մեր ազգը չմտածի, չհասկանա եւ մտածի դե լավ, դե հիմա հանցագործություն են արել, դրա համար բռնել են, դրա հետ ոչ մի կապ չունի։ Ես կարող եմ ասել, որ հայ առաքելական եկեղեցին աշխարհի բոլոր քրիստոնեական եկեղեցիների մեջ, ուղղությունների մեջ ամենամաքուրն է, ամենամաքուրը, ամենաազնիվն է եւ ամենամոտն է Աստծուն։ Հետևաբար մեր սրբազանները, հոգևորականները 1000 անգամ ավելի շատ խելացի են, կիրթ են ու համբերատար են եւ պատահական չէ որ անընդհատ մեր քաղաքական ուժերը ինչ էին ասում եկեղեցին ասում են խառնվի խիչ ես խառնվում մի բառ ասա մի հատ հավաքի մարդկանց մենք ինքներս չէ կհիշեք որ կոչ ենք անում որ վեհապարը հավաքի քաղաքական ուժերին մենք չենք ասում ինքը խառնվի քաղաքականությանը բայց ինքը իր հոտն է ի տարբերություն այսօրվա իշխանության որ մերոնք ձերոնք է սարքե վեհապար հայրապետը բոլորին ընդունում է որպես հայ միասնական կապ չունի դու ԿՊ-ական ես ես համերաշխություն եմ այն մեկը սոցիալիստ է կամ այլ կոմունիստ է բայց իրենք բոլորը հայ են վեհապար հայրապետը տենց է նայում ազգին իսկ սրանք իրար մեջ բաժանում են ազգին հիմա ով է վատը եւ տեսեք նույնիսկ այսօր իշխանությունը դուրս է եկել առաքելական եկեղեցու դեմ վարկաբեկում են առավոտից իրիկուն վեհապարին սրբազաններին բայց էջմիածին էլի հավասարակշռված է պահում իրան դա նշանակում է այն անցած ճանապարհը
անցած ճանապարհը եւ այն 132 կաթողիկոսները, որոնք իրար փոխելով եկել են, այդքան փորձառություն ունեն, այդքան խելք ունեն, այդքան գիտակցություն ունեն, որ ճիշտ պահեն իրենց հավասարակշռված եւ վստահ եմ, երբ որ տեղը գա հակահարված տալու, այդ հակահարվածը կտան։ Պարզապես հիմա պետքա մեր հասարակությունը մի քիչ հասկացող լինի, որովհետեւ գիտեք, շատ դժվար է տգետ մարդու հետ խոսել։ Եթե մարդը տգետ է, դա վերջն է։ Անհնար է այդ մարդու հետ խոսել։ Եվ այլ բան է, որ օրինակ տգետներին առաջ են տանում, ինչ որ պաշտոններ են նշանակում, այդ տգիտությունը դառնում է քաղաքականություն, որը հետո ազդում է մեր պետության, մեր ժողովրդի վրա։ Բայց ես կարծում եմ, որ այս հարցը իր ճիշտ լուծումը կստանա, որովհետև այսքան դարեր մենք եկել ենք, չենք եկել, որ ինչ որ պահի կործանվենք։ Կարծում եմ, որ հաղթանակը ելնելու է ժողովրդին, հաղթանակը ելնելու է քրիստոնեությանը եւ քրիստոնյա հայությունը իր խոսքը ասելու է աշխարհին նորից գալու են էջմիածին բոլորը մեղական ու ստեղից սովորեն գնան իրենց մոտ տարածվեն։ Բարի պարոն Ավետիսյան, մեր ժամանակը սպառվեց, էլի հարցեր մնացին, որոնք քննարկված չեն, հուսամ հաջորդ հաղորդմանը կքննարկենք, իսկ դուք հարգելի հետևորդներ մնացեք խաղաղությամբ, Աստված ձեզ պահապան, գիտենալով, որ հավատքը մեր հիմնասյունն է, ամուր մնացեք ձեր հավատքի մեջ։